Բարև ձեզ հետ Էման է։ Հրավիրում եմ լսել իմ ալիքի կյանքից վերցվածի նոր հեղինակային պատմությունը։ Ամուսնուս մահվան օրը ես իմացա, որ նա մեր բնակարանը կտակել է իր սիրուհուն, բայց ես գտա երկրորդ կտակը։ Սա պատահեց ուղղակի հուղարկավորության ժամանակ։ Նոտարն առանձին կողմ տարավ ինձ, ասաց, որ կա կտակագիր։ Ես գլխով արեցի, իհարկե կա։ Մենք 5 տարի առաջ միասին էինք կազմել այն, բայց այնինչ նա ասաց հետո ստիպեց ինձ սրտիս բռնել։ Բնակարանը, մեր բնակարանը, որտեղ մենք ապրել ենք 30 տարի, որտեղ մեծացել է մեր դուստրը, գտակվել է Լուսինեին, նրա 28-ամյա օգնականուհուն։ Լավ, եկեք ես ամեն ինչ պատմեմ հերթով։ Գուցե այդ ժամանակ դուք հասկանաք, թե ինչու ես չեմ լացել սեփական ամուսնուս հուղարկավորության ժամանակ, եւ ինչու այնինչ պատահեց հետո ինձ համար ոչ թե ողբերգություն դարձավ, այլ ազատություն։ Ես 60 տարեկան եմ, ես Անահիտ եմ, 35 տարի ես ապրել եմ մարդու հետ, ում պարզվեց ընդհանրապես չեմ ճանաչել, եւ միայն նրա մահից հետո ես իմացա ճշմարտությունը, որը սկզբում կոտրեց ինձ, իսկ հետո փրկեց։ Մենք ծանոթացել ենք Վահեի հետ 87 թվականին, ես 25 տարեկան էի, ես նոր էի աշխատանքի անցել գրականության ուսուցչուհի միջնակարգ դպրոցում, նա եկավ ծնողական ժողովի, քրոջ փոխարեն, բարձրահասակ, լուրջ, խիստ կոստյումով։ Երբ ես պատմում էի գրականության ծրագրի մասին, նա այնպես ուշադիր էր լսում, կարծես դա աշխարհում ամենակարևոր տեղեկատվությունն էր։ Ժողովից հետո մոտեցավ, ներկայացավ. Վահե, գործարանի ինժեներ, հարցրեց, արդյոք չեմ կարող լրացուցիչ զբաղվել քրոջ որդու հետ։ Տղան հետ էր մնացել հայոց լեզվից։ Ես համաձայնվեցի։ Այդպես էլ սկսվեց ամեն ինչ։ Առաջին տարիները երջանիկ էին, ազնվորեն ասած։ Վահեն եղավ հոգատար, ուշադիր։ Ամեն ուրբաթ ծաղիկներ, երեկոյան զբոսանքներ, խոսակցություններ գրքերի մասին, նա շատ էր կարդում, թեև տեխնիկ էր։ 1 տարուց ամուսնացանք, 2 տարուց ծնվեց Մարիամիկս։ Մենք ապրում էինք նրա ծնողների բնակարանում, կենտրոնում, 3 սենյականոցում, ծնողները մինչ այդ մահացել էին, Վահեն միակ ժառանգն էր, բնակարանը հին էր, բայց ընդարձակ, բարձր առաստաղներ, հարստություն, պարկետ։ Ես շատ էի սիրում այն, դարձրի իսկական բույն։ Վարագույրները ես ինքս կարեցի, ծաղիկներ բոլոր պատուհանագոգերին, մեծ սենյակում կազմակերպեցի գրադարան։ Վահեն այն ժամանակ դերկատակում էր։ Անահիտ, դու ինչպես Նատաշա Ռոստովան ես, ամենուրեք հարմարավետություն ես ստեղծում։ Ես ծիծաղում էի, ինձ դուր էր գալիս լինել այս տանտանտիրուհին, դուր էր գալիս նրան աշխատանքից դիմավորելը, ընթրիք պատրաստելը, Մարիամիկիս հեքիաթներ կարդալը մանկականում, որը մենք պատել էինք արջուկներով, պաստառներով։ Երբ ամեն ինչ սկսեց փոխվել, հավանաբար 90-ականներին, գործարանը փակվեց, Վահեն գնաց բիզնեսի։ Սկզբում գնում էր Չինաստան, հետո բացեց խանութ, հետո էլի մեկը։ Փողը ավելացավ, ժամանակը պակասեց, բայց ես չէի բողոքում, հասկանում էի, ընտանիքը պետք է կերակրել, ժամանակներն այդպիսին էին։ Մարիամը մեծանում էր, ես աշխատում էի դպրոցում, տանը տնօրինում էի ամեն ինչ։ Վահեն ուշ էր գալիս, հոգնած, դադարեց պատմել գործերի մասին։ Սա քեզ չի հետաքրքրի, Անահիտ։ Դադարեց հարցնել իմ օրվա մասին, ինչ նորություն կարող է լինել դպրոցում։ Ուրբաթյան ծաղիկներն էլ անհետացան, աննկատելիորեն։ Մեկ անգամ մոռացավ, հետո 2, հետո ես դադարեցի սպասել։ Բայց սրանք մանրուքներ են, չէ՞։ Ես ինքս ինձ ասում էի, մանրուքներ են, գլխավորը ընտանիքն է։ Գլխավորը տուն կա, դուստր կա, կայունություն կա։ Քանիսը կարող են դրանով բարձենալ մեր ժամանակներում։ Առաջին իսկական ահազանգը հնչեց 10 տարի առաջ։ Վահենը սկսեց փակել աշխատասենյակը։ Ավելի վաղ ես հանգիստ էի մտնում, փոշի սրբելու, թղթերը սեղանի վրա դասավորելու, բայց հանկարծ կողպեք։ Կարևոր փաստաթղթեր են, Անահիտ, չեմ ուզում, որ պատահաբար ինչ-որ բան գորի։ Ես չվիճեցի, ի վերջո նրա իրավունքն է, բայց հետք մնաց։ Հետո հայտնվեց երկրորդ հեռախոսը։ Աշխատանքի համար է, անձնականը գործնականից չխառնելու համար։ Լոգիկ է, բայց ինչու էր նա հեռախոսը էկրանով ներքև դնում եւ ցնցվում, երբ այն զանգում էր։ Եվ հետո սկսվեց այն, ինչ ես երկար ժամանակ չէի ուզում նկատել։ Գործուղումները, շատ գործուղումներ, չափից շատ։ Գնում եմ մատակարարների մոտ պայմանագիր կնքելու։ Գործընկերները Մոսկվայից եկան։ Միշտ պատճառ կար, միշտ լոգիկ բացատրություն։ Եվ ես հավատում էի, ուզում էի հավատալ։ Գիտեք ինչն է ամենազվարճալին։ Ես իսկապես գիտեի, ինչ որտեղ խորքում գիտեի, որ ինչ որ բան այն չէ։ Կինը միշտ զգում է, բայց ես դուրս էի մղում այդ մտքերը։ 50-ը հեղափոխության տարիք չէ, եւ ընդհանրապես ուր գնամ։ Ես բնակարան չունեմ, ուսուցչի աշխատավարձը ծիծաղելի է ասած։ Մարիամը ամուսնացած է, իր կյանքն ունի։ Հանդուրժել եւ լռել, ահա թե ինչում ես ամենալավն էի։ Լուսինեն հայտնվեց 3 տարի առաջ։ Նոր օգնականուհի, ներկայացրեց Վահեն։ Շատ ընդունակ աղջիկ, տնտեսագետ։
Աղջիկը իսկապես ընդունակ էր եւ գեղեցիկ։ Երկար ոտքեր, կարճ կիսաշրջազագեստ, խելացի աչքեր ոճային ակնոցների հետևում։ 25 տարեկան, ճիշտ այնքան, որքան ինձ, երբ ծանոթացանք Վահեի հետ։ Ես հիմար չեմ, առաջին հայացքից ամեն ինչ հասկացա, բայց ինչ կարող էի անել։ Տեսարան կազմակերպել, ծիծաղելի է, հեռանալ ուր եւ գլխավոր է ինչու։ Իմ տարիքում 0-ից սկսել։ Ցույց տվեցի, որ չեմ նկատում։ Չեմ նկատում, թե ինչպես է նա նոր օծանելիք գնում, ինչպես է սկսում հետևել իրեն, սպորտ դահլիճ, նոր կոստյումներ, ինչպես է ժպտում հեռախոսին նայելիս, ինչպես է ավելի ու ավելի ուշանում աշխատանքից։ Իսկ Լուսինեն, նա շատ զգույշ էր։ Իմ ներկայությամբ ամենաուշադիր քաղաքավարությունը։ Անահիտ շնորհակալություն, Անահիտ, ստեսություն Անահիտ, ոչ մի ավելորդ հայացք, ոչ մի երկիմաստ շարժում, պրոֆեսիոնալ։ Միակ անգամ ես նրան տեսա իրականում, դա 1 տարի առաջ էր։ Ես եկա Վահեի մոտ գրասենյակ, հազվադեպ էի պատահում, բայց պետք էր Մարիամի հիփոթեքի փաստաթղթերը վերցնել։ Երաշխավորություն էինք կազմում։ Վահեն չկար, բայց դուռը բաց էր։ Լուսինեն նստած էր նրա աթոռին։ Պտոտվում էր այս ու այն կողմ, ինչպես երեխա, եւ նայում էր իրեն հայելու մեջ, դիմացը, գոհ հագեցած կատվի նման, տիրոջ տեղը տաքացրած։ Տեսավ ինձ, ցատկեց։ Անահիտ, Վահեն խնդրել էր փաստաթղթերը բերել, ես միայն դրի սեղանին։ Ստում էր եւ չէր կարմրում, իսկ աչքերում սառնություն եւ հաշվարկ, եւ էլ ինչ-որ բան, խղճահարություն, արհամարհանք, չգիտեմ։ Ես վերցի փաստաթղթերը եւ գնացի, ոչինչ չասացի։ Տանը նույնպես լռեցի։ Վահեն ուշ վերադարձավ, ինչպես միշտ, ընթրիք չկերավ, քաղցած չէ, պարկեց քնելու աշխատասենյակում։ Մեջքս ցավում է, վասկաթորին ավելի հարմար է։ Այդպես ապրեցինք վերջին տարին։ 2 օտար մարդ 1 բնակարանում, նա իր աշխարհում, ես իմում։ Երբեմն հանդիպում էինք խոհանոցում, ողջունում, փոխանակում դեժուրային արտահայտություններ։ Ինչպես ես։ Նորմալ։ Մարիամը զանգում էր, այո, փոխանցում էր ողջույնը։ Մի սպասիր ինձ ընթրիքին։ Լավ։ Իսկ հետո պատահեց ինֆարկտը, հանկարծակի, ուղակի գրասենյակում։ Լուսինեն շտապ օգնություն կանչեց։ Պետք է արդարացիորեն ասեմ, չշփոթվեց, բայց արդեն ուշ էր, լայնածավալ ինֆարկտ։ Բժիշկները ոչինչ չկարողացան անել։ Ինձ զանգեց Մարիամը։ Մամ, հայրիկ այլևս չկա։ Եվ գիտեք ինչ, ես չլացի։ Նստեցի խոհանոցում, նայում էի պատուհանից։ Փողոցում ձյուն էր գալիս։ Այս տարի հունվարը ձյունառատ էր։ Մեծ փաթիլները դանդաղ ընկնում էին պատուհանագոգին, այնքան գեղեցիկ։ Իսկ ես նստած էի եւ մտածում էի. ահա եւ վերջ։ 35 տարի եւ ամեն ինչ։ Ուղարկավորությունը անցավ ինչպես մշուշի մեջ։ Շատ մարդ եկավ։ Վահեն հայտնի մարդ էր, հարգված։ Գործընկերներ բիզնեսից, հին ընկերներ, հարևաններ։ Բոլորը ասում էին ճիշտ խոսքեր։ Ձեռք էին սեղմում, խոստանում օգնել։ Լուսինեն էլ եկավ, սև խիստ կոստյումով, բայց կարմիր շուրթով։ Կանգնած էր կողքից, դեմքին սգո արտահայտություն էր անում։ Երբ մեր հայացքները հանդիպեցին, նա շրջեց աչքերը։ Բայց ես հասցրի նկատել։ Ոչ մի սուկ չկար այնտեղ։ Հաշվարկ, սպասում։ Գերեզմանոցից հետո բոլորը գնացին հոգեհանգստի ռեստորան։ Ես ուզում էի հրաժարվել։ Ուժ չկար այդ ռիտուալների համար։ Բայց Մարիամը պնդեց. Մամ, պետք է, մարդիկ կգան։ Անհարմար է։ Ստիպված եղա գնալ։ Եվ ահա այնտեղ, ռեստորանում։ Իմ մոտ եկավ նոտար Գևորգը։ Նրանք Վահեի հետ վաղուց էին աշխատում։ Առանձին տարավ կողմ, հազած։ Անահիտ, պետք է խոսենք։ Վահեն կտակագիր է թողել։ Ես գլխով արեցի։ Իհարկե, կտակագիր։ Մենք 5 տարի առաջ միասին էինք կազմել այն։ Հետո երբ Վահեի սիրտը առաջին անգամ խփեց։ Ամեն ինչ միմյանց, ստանդարտ ձևակերպում ամուսինների համար։ Բնակարանը ինձ, բիզնեսն ու փողերը նույնպես։ Իսկ հետո արդեն Մարիամին կփոխանցեմ։ Գործն այնը, Գևորգը կաշկանդվեց, որ 3 ամիս առաջ Վահեն նոր կտակագիր է կազմել։ Նոր։ Ես չհասկացա, ինչու նոր։ Բնակարանը կտակել է Լուսինեին, ամբողջությամբ, բիզնեսը նույնպես, բայց դա առանձին խոսակցություն է։ Իսկ ձեզ նա թողել է ամսական պարունակություն, 80,000 դրամ չափով, 80,000։ Ես ուսուցչուհի եմ թոշակի անցած, սովոր եմ հաշվել փողերը, 80,000-ը մեր քաղաքում, նույնիսկ ապրուստի նվազագույնը չէ, կոմունալի և դեղերի համար, իսկ ապրել ոնց։
Սա ինչ-որ սխալ է, ասացի ես։ Վահեն չէր կարող։ Ահա կտակագրի պատճեն։ Գևորգը թղթերը մեկնեց։ Ամեն ինչ վավերացված է։ Ստորագրությունները իսկական են։ Շատ ափսոսում եմ։ Ափսոսում է։ Իսկ ինձ ինչ անել այս ափսոսանքով։ Աղջիկս 2 քայլ հեռու նստած էր, բայց ես չկանչեցի նրան։ Թող հանգիստ հիշի հորն, կհասցնի իմանալ։ Թղթերը ծալեցի, դրի պայուսակը, նստեցի սեղանի շուրջ։ Խմեցի մի բաժակողի հոգու հանգստության համար։ Դառներ, ոչ օղուց։ Հոգեհանգստից հետո Մարիամը տարավ ինձ տուն։ Մամ, գուցե մնամ քեզ հետ։ Մենակ չպետք է լինես։ Ես հրաժարվեցի։ Ասացի, որ հոգնել եմ, ուզում եմ քնել։ Նա գնաց, իսկ ես նստեցի խոհանոցում իմ սովորական տեղում, պատուհանի մոտ, և բացեցի գդակագիրը։ Կարդում էի դանդաղ, մտածմունքով, ինչպես դպրոցական ստեղծագործությունները, երբ յուրաքանչյուր բառ ինչպես հարված։ Գտակում եմ բնակարանը հասցեով։ Մեր բնակարանը, իմ բնակարանը, որտեղ 30 տարի ապրել եմ, որտեղ դաստիարակել եմ աղջիկաս, որտեղ մտածել եմ ծերությունս դիմավորել։ Եվ նրա ստորագրությունը, ծանոթ մինչև ցավ, նա այդպես հանգիստ ստորագրել է իմ դատավճիռը, ինչպես երբեմն ստորագրում էր շնորհավորական բացիկները։ Սիրով քո Վահեն, սիրով, 35 տարի, և ահա քո սերը, փողոց դուրս շպրտել 60 տարեկան, առանց տանիքի թողնել։ Գլխիս։ Իսկ նրան ամեն ինչ։ Բայց գիտեք ինչն էր ամենասարսափելին։ Ամսաթիվը։ 3 ամիս առաջ։ Հոկտեմբեր։ Հիշեցի այդ օրը։ Վահեն վաղ եկավ տուն, ինչը հազվադեպ էր լինում։ Լավ տրամադրության մեջ էր, նույնիսկ ընտրեց ինձ հետ։ Պատմում էր ինչ-որ նոր պայմանագրի մասին, ծիծաղում էր, հետո գնաց աշխատասենյակ։ Պետք է աշխատել։ Նա նստած էր աշխատասենյակում և զրկում էր ինձ տանից։ Իսկ ես այդ ժամանակ ամանները լվանում էի և ուրախանում էի, որ այսօր նա ուրախ է։ Հիմարուհի, ծեր, միամիտ հիմարուհի։ Գիշերը չքնեցի, շրջում էի բնակարանով, արդեն օտար բնակարանով, շոշափում էի պատերը, գուրգուրում կահույքը։ Պահարանում կախված էին նրա իրերը, կոստյումները, վերնաշապիկները։ Հոտ էր գալիս նրան նորոց անելիքից։ Լոգարանում նրա սափրիչը, ատամի խոզանակը։ Աշխատասենյակում։ Աշխատասենյակը փակ էր, ինչպես միշտ, իսկ առավոտյան եկավ Լուսինեն, վաղ, ժամը 9-ին, ոչ մենակ, ինչ-որ տղամարդու հետ կաշվե բաճկոնավ։ Փաստաբան, ներկայացավ նա։ Անահիտ։ Լուսինեն քաղաքավարի էր խոսում, բայց աչքերում հաղթանակ։ Հասկանում եմ, ձեզ համար դժվար է, բայց պետք է քննարկել տեղափոխությունը։ Իմ իրերի տեղափոխությունը։ 2 ճամփրուկ և 3 տուփ։ 30 տարվա կյանք։ Մենք պատրաստ ենք ձեզ 1 ամիս տալ։ Փաստաբանը բացեց թղթապանակը։ Ըստ օրենքի 6 ամիս է սահմանված, բայց հաշվի առնելով հանգամանքները։ Ինչ հանգամանքներ, հարցրի ես։ Նա կաշկանդվեց։ Լուսինեն հղի է։ Վահեն շատ էր սպասում այդ երեխային։ Ուզում էր, որ նա ծնվի այս տանը։ Հղի է իհարկե։ Իսկ Վահեն 62 տարեկան էր։ Մորուքով նստած, ինչպես ասում են, ուզեց երիտասարդ կին, նոր երեխա, նոր կյանք։ Իսկ ես օգտագործված նյութ, աղբանոց։ 1 ամիս, թող 1 ամիս, ասացի ես։ Ինչ կանես։ Նրանք փոխնայեցին, հավանաբար սպասում էին հիստերիայի, սկանդալի։ Իսկ ես հոգնել էի պայքարել, հոգնել էի պահել, հոգնել էի ձևացնել, որ ամեն ինչ լավ է։ Նրանց գնալուց հետո զանգեցի Մարիամին, պատմեցի։ Նա սկզբում չհավատաց, հետո զայրացավ, հետո լաց եղավ։ Մամ, տեղափոխվիր իմ մոտ, մենք տեղ կունենանք։ Սերգեյը դեմ չէ։ Սերգեյը դեմ չէ։ Սիրելի Սերգեյը։ Բայց ես գիտեմ ինչպես է լինում։ Սկզբում դեմ չէ, հետո ձանձրացրեց, հետո սկանդալներ։ Ոչ, բավական է։ Մեկ տղամարդու վրա չեմ կախվի։ 35 տարի։ Այլևս չեմ լինի։ Ես ինչ-որ բան կմտածեմ, ասացի աղջկաս։ Մի անհանգստանա, ես կմտածեմ։ 80,000-ով բնակարան վարձելը ծիծաղելի է։ Տարեցների տուն դեռ վաղ է, և հպարտությունը թույլ չի տալիս։
Ընկերուհիների մոտ։ Ինչ ընկերուհիներ։ Ամբողջ կյանքս փակ եմ ապրել ընտանիքի համար։ Եվ այստեղ հիշեցի, տարօրինակ է, որ անմիջապես չհիշեցի։ Մահից 1 շաբաթ առաջ Վահեն ինչ-որ այլ էր, նյարդային։ Մի քանի անգամ փորձեց ինչ-որ բան ասել, բայց լռեց։ Իսկ վերջին երեկոյան հիշում եմ, որովհետև այնքան անսպասելի էր, մոտեցավ գրկեց հուսելից։ Մի րոպե այդպես կանգնեցինք։ Հետո ասաց. Անահիտ, եթե ինչ-որ բան պատահի, ավտոտնակում, Մոսկվիչում, հիշիր։ Ես վախեցա։ Ինչ պատահի, Վահե, ինչ ես ասում։ Պարզապես հիշիր, Մոսկվիչում։ Մոսկվիչը նրա առաջին մեքենան էր, դեռ խորհրդային, 20 նոր 40, նարնջագույն։ Վաղուց չէր վարում, կանգնած է ավտոտնակում, որպես հիշատակ։ Վահեն չէր ուզում վաճառել, ինչ-որ սենտիմենտալություն։ Իսկ ես չեմ պնդել, թող կանգնի։ Ավտոտնակը քաղաքի ծայրում էր, գնալ 2 ավտոբուս, հետո ոտքով։ 5 տարի չեմ եղել այնտեղ, անիմանտ էր։ Բանալիները գտա միջանցքում, դարակում։ Հունվարը ցուրտ էր, մինչև հասա սառել էի մինչև ոսկորները։ Ավտոտնակային կոոպերատիվը լքված տեսք ուներ, դարպազների կեսը թեկուղիղ, ձյունը չմաքրված։ Մեր ավտոտնակը ամենավերջում է, համար 128-ը։ Կողպեքը ժանգոտված էր, դժվարությամբ բացվեց։ Ներսում մթություն, հոտ էր գալիս բենզինից և հին երկաթից։ Շոշափեցի անջատիչը։ Լամպը հրաշքով աշխատում էր։ Մոսկվիչը կանգնած էր, ինչպես կանգնած էր։ Ծածկված բրեզենտով, կողքին դարակներ գործիքներով, կանիստրներ, ինչ-որ տուփեր։ Քաշեցի բրեզենտը։ Մեքենան փոշոտ էր, բայց ամբողջական։ Նույնիսկ համարները տեղում են։ Դեռ խորհրդայինները։ Նստեցի ղեկի, պտտեցի։ Ոչ մի առանձնահատուկ բան։ Նայեցի բարդաչոկը։ Հին վարորդական իրավունքներ։ Տեղզն նման տալոն, 95-րդ տարվա։ Պրիմայի տուփ։ Վահեն ծխելը թողել էր 10 տարի առաջ։ Նստատեղերի տակ դատարկ։ Բեռնախցիկում բաճկոն, պոմպ, մալուխ։ Ստանդարտ հավաքածու։ Արդեն ուզում էի թողնել այս գործը։ Գիտես հիվանդ մարդու գլխում ինչ կարող է գալ։ Բայց հիշեցի պահեստային անվադողը։ Հանելը հեշտ չէր։ Ձեռքերս այլևս այնպիսին չեն, մեջքս ցավում է, բայց ես համառ եմ։ Ուսուցչի կարդրացում։ Եթե սկսել ես, ավարտիր։ Հանեցի, գլորեցի կողք, իսկ դրա տակ փոքրիկ սեյվ։ Մոխրագույն, կոդային կողպեքով և գրառում։ Սոսնձված սկոչով։ Անահիտ։ Մեր ամուսնության ամսաթիվը։ Ներիր ինձ։ Վ. Ամուսնության ամսաթիվը։ Հունիսի 5-ը 88 թիվ։ Իմ կյանքի ամենաերջանիկ օրը։ Այն ժամանակ թվում էր ձեռքերս դողում էին։ Երբ կոդը մուտքագրում էի 05 06 88։ Սեղմեց բացվեց։ Ներսում թղթերով թղթապանակ։ Վերևում իմ անունով ծրար։ Բացեցի։ Անահիտ։ Եթե սա կարդում ես, նշանակում է ես մահացել եմ։ Եվ նշանակում է նա արդեն եկել է բնակարանի համար։ Մի տուր։ Թղթապանակում ամեն ինչ պետք է։ Իսկական կտակագիրը։ Նոտար Բաբքենի մոտ Սարգսյան 15-ում։ Ես չեմ դավաճանել քեզ։ Պարզապես անկյուն են քշել։ Ներիր, որ թույլ էի։ Իսկական կտակագիրը։ Ես չհասկացա։ Բացեցի փաստաթղթերը։ Առաջին կտակագիրը։ Ամսաթիվը 5 տարի առաջ։ Ամեն ինչ ինձ։ Ինչպես համաձայնվել էինք։ Նոտարական վավերացում, կնիքներ, ստորագրություններ։ Երկրորդը։ Պայմանագիր։ Վահեն վարկ էր վերցրել բիզնեսի գրավով։ Մեծ վարկ։ 50 միլիոն։ Ինչու։ Չի գրված։ Երաշխավոր, Լուսինե։ Տարոմինակ է։ Երրորդը։ Փոխանակությունների տպագրություններ։ Էլեկտրոնային փոստ։ Կարդում էի և ներսս սառչում էր։ Վահե։ Հիշեցնում եմ պայմանները։ Կտակագիրը ինձ, հակառակ դեպքում լուսանկարները գնում են հարկային։ Եվ ոչ միայն լուսանկարները։ Իմ մոտ կան քո բոլոր փաստաթղթերը մոխրագույն սխեմաների վերաբերյալ։ Ընտրիր։ Լուսինե։ Սա շանտաժ է։ Ես մտածում էի, որ մեր միջև բիզնես է, թանկս։ Դու ստացար ինչ ուզում էիր։ Հիմա իմ հերթն է։ Եվ մի արա սենտիմենտալություններ։ Դու ինքդ սկսեցիր այս խաղը։ Ես բնակարանը չեմ տա։ Այնտեղ ապրում է իմ կինը։ Քո կինը, ում հետ դու դավաճանում ես 2 տարի։ Մի ծիծաղեցրու։
Կկազմես կտակագիրը եւ կմոռանանք ամեն ինչ։ Չես կազմի։ Վաղը բոլոր փաստաթղթերը կլինեն խննիչի մոտ։ Հարկերից խուսափելու ժամկետը գիտես։ Հետո ավելի վատ է։ Պարզվեց Լուսինեն աշխատել է Վահեի մոտ ոչ թե 3 տարի, այլ 5 եւ սկզբից ի վեր հավաքել է կոմպրոմատ, պատճենել է փաստաթղթեր, ձայնագրել է խոսակցություններ, լուսանկարել է։ Իսկ հետո, երբ Վահեն, ծեր հիմար, սիրավեպ սկսեց նրա հետ, օգտագործեց ամեն ինչ։ Դու մտածում էիր, ես սիրահարված եմ քեզ, նայիր ինքդ քեզ, ծեր հաստ ջառատ։ Կարծում ես 25-ամյա աղջիկը կարող է սիրահարվել նման մեկին։ Ես դիմանում էի քեզ փողերի համար, իսկ հիմա ուզում եմ երաշխիքներ։ Դաժան է, բայց Վահեն երևի արժանի էր։ Թեև կարդալ նման բան 35 տարի ապրած ամուսնու մասին ծանր է, նույնիսկ եթե նա դավաճան է։ Վերջին նամակը մահից 2 օր առաջ։ Լուսինե, ես արեցի այնպես, ինչպես ուզում էիր։ Կտակագիրը կազմված է, բայց իմացիր, կա երկրորդ կտակագիր, իսկականը։ Եվ եթե Անահիտի հետ ինչ-որ բան պատահի, եթե փորձես ուժով դուրս շպրտել նրան, այն կհայտնվի։ Իմ մոտ դեռ ընկերներ կան, թող նրան հանգիստ։ Քո գործը չէ ես ինչ կանեմ։ Գլխավորն այն է, որ թուրթը իմ մոտ է, իսկ քո Անահիտը ում է պետք, ինչ որ անկյուն կգտնի։ Թղթականակում էլի փաստաթղթեր կային։ Պարզվեց Վահեն փողերի մի մասը փոխանցել է իմ անունով բացված հաշվին, 800,000 դրամ։ Քիչ է, բայց առաջին ժամանակի համար կբավարարի։ Եվ էլի լիազորագիր գործերը վարելու համար։ Նա գաղտնի էր կազմել մահից 1 շաբաթ առաջ։ Ես նստած էի Սառա ավտոտնակում գործիքների տուփի վրա եւ կրկին կարդում էի, փորձում էի հասկանալ։ Պարզվում է Վահեն չէր դավաճանում, այսինքն դավաճանում էր իհարկե, 2 տարի փոխում էր, բայց բնակարանը տալ չէր ուզում։ Փորձում էր պաշտպանել ինձ ինչպես կարող էր, թույլ մարդ։ Ինքը գրել էր, թույլ եմ, ճիշտ է, բայց վերջին պահին փորձեց ուղղել, իր ձևով, անհաջող, բայց փորձեց։ Թղթապանակով փաստաթղթերով գնացի։ Նոտար Բաբկենը երիտասարդ տղամարդ էր, 35 տարեկան, լսեց ուշադիր, փաստաթղթերը մանրակրկիտ ուսումնասիրեց։ Այո, ասաց վերջապես, սա կտակագիր է։ Իրոք, ես եմ վավերացրել, հիշում եմ։ Վահեն հատուկ խնդրել էր գաղտնի պահել, ասել էր կյանքի եւ մահվան հարց է։ Իսկ երկրորդ կտակագիրը, որ Գևորգի մոտ է, անվավեր է։ Բաբկենը գլուխը թափահարեց։ Ըստ օրենքի, եթե կան 2 կտակագրեր, գործում է ավելի վաղ կազմվածը, եթե միայն ավելի ուշը բացահայտ չեղյալ չի հայտարարում նախորդը, իսկ այստեղ այդպիսին չկա։ Ավելին, նա էլի մեկ անգամ նայեց թղթերին։ Երկրորդ կտակագիրը կազմված է ճնշման տակ։ Սա ակնհայտ է փոխանակություններից։ Շանտաժ, քրեական հոդված։ Քրեական հոդված։ Ես պատկերացրի Լուսինեին ցանկապատի հետևում։ Ոչ, չզգացի չարախնդություն, միայն հոգնածություն, անverջ հոգնածություն։ Ինչ անեմ հիմա, հարցրի ես։ Գնացեք ոստիկանություն այս փաստաթղթերով։ Գրեք դիմում շանտաժի մասին։ Միաժամանակ դատարանում վիճարկեք երկրորդ կտակագիրը։ Ես կլինեմ ձեր վկան եւ խորհուրդ եմ տալիս գտնել լավ փաստաբան։ Փաստաբան գտա Մարիամի միջոցով։ Նրա ընկերուհին աշխատում էր իրավաբան։ Խորհուրդ տվեց լավ մասնագետի։ Անդրեյ, 50 տարեկան, մասնագիտացում ժառանգական գործեր։ Լսեց, ուսումնասիրեց փաստաթղթերը։ Արեց։ Գործը պարզ է, ասաց։ Կհաղթենք առանց խնդիրների։ Բայց աղջիկը նա պարզապես այդպես չի արել։ Հաստատ ապահովագրված է։ Պատրաստվեք պատերազմի։ Պատերազմը սկսվեց 3 օր հետո։ Ես հենց Վահեի իրերն էի տեսակավորում։ Մարիամը պնդել էր, որ չհետաձգեմ։ Ծանր էր, բայց պետք էր։ Կոստյումները որոշեցի տալ եկեղեցի, գուցե ինչ-որ մեկին պետք լինեն։ Զանգ դռանը։ Լուսինեն, բայց ոչ մենակ, 2 մարմնակազմ տղաների հետ սպորտային կոստյումներով։ Անահիտ։ Նա ժպտում էր, բայց աչքերը սառը։ Լսել եմ ավտոտնակում եք եղել, ինչ-որ հետաքրքիր բան գտել եք։ Ես լռեցի։ Անդրեյը նախազգուշացրել էր, ոչ մի խոսք փաստաթղթերի մասին, մինչև դատարան չդիմենք։ Լռում եք։ Զուր։ Ես գիտեմ սեյֆի մասին։ Վահեն ինձ ամեն ինչ պատմել է մահից առաջ։ Գիտեք ինչ են անում մարդիկ մահից առաջ։ Ապաշխարում են։ Նա ինձ ամեն ինչ պատմեց, եւ ձեզ մասին էլ պատմեց։ Ինչ պատմեց, չդիմացա ես։ Ինչպես էր զղջում, որ կյանքը կապել է ոչ ճիշտ կնոջ հետ։ Ինչպես էր երազում սկսել նորից։ Ինչպես եք դուք նրան ձանձրացրել ձեր պահանջներով։ Անհաջող ուսուցուհի, այդպես էր ձեզ անվանում։ Սուտ է։ Ես գիտեի, որ սուտ է, բայց ցավում էր։ Իսկ եթե ճիշտ է, իսկ եթե իսկապես այդպես էր մտածում, կարճ ասած այսպես, Լուսինեն նստեց աթոռին, ոտքը ոտքի վրա դրեց։ Փաստաթղթերը տվեք խաղաղությամբ եւ խաղաղությամբ բաժանվենք։ Չտակ, ավելի վատ կլինի։ Դուք չեք ուզում խնդիրներ ձեր տարիքում։ Սա սպառնալիք չէ, ընկերական խորհուրդ է։ Աշխարհը վտանգավոր տեղ է միայնակ ծերուհիների համար։ Կարող են եւ կողոպտել, եւ հաշմանդամ դարձնել։ Ամեն ինչ պատահում է։ Մարմնակազմները ծիծաղեցին։ Հասկացա, սա դատարկ խոսքեր չեն։ Նա պատրաստ է ամեն ինչի, բնակարանի, փողերի համար։ Իմ մոտ ոչ մի փաստաթուղթ չկա, ստեցի ես։ Ավտոտնակում դատարկ էր։ Չեմ հավատում, Լուսինեն վեր կացավ։ Տալիս եմ ձեզ 2 օր, մտածեք, հետո խոսակցությունը կլինի այլ։ Նրանց գնալուց հետո փակեցի դուռը բոլոր կողպեքներով եւ անմիջապես զանգեցի փաստաբանին։ Անդրեյը լսեց, լռեց։ Այդպես, ասաց վճռականորեն։
Վաղը առավոտյան գնում ենք ոստիկանություն եւ դատարան, այլևս չի կարելի հետաձգել։ Իսկ դուք գուցե մնաք դստեր մոտ անվտանգության համար։ Մարիամը եկավ 1 ժամ հետո, տարավ ինձ իր մոտ, ինչպես երեխային։ Ես չդիմադրեցի։ Իրոք սարսափելի դարձավ։ Իմ 60 տարիների ընթացքում առաջին անգամ հանդիպեցի իսկական չարիքի, մարդու, ով պատրաստ է ոչնչացնել մյուսին շահի համար։ Դիմումը ոստիկանություն ներկայացրինք հաջորդ օրը։ Քննիչը կապիտան Սերգեյը մանրակրկիտ էր, ուսումնասիրեց փաստաթղթերը, գլուխը թաքահարեց։ Լուրջ գործ է, ասաց, շանտաժ, խարդախություն, սպառնալիքներ։ Հոդվածները լուրջ են, բայց պետք է ապացուցել։ Փոխանակությունները լավ են, բայց քիչ են։ Պետք են վկաներ, պետք են ցուցմունքներ։ Իսկ վիդեոձայնագրությունը կգնա, հարցրեց Անդրեյը։ Ես զարմացա։ Ինչ վիդեոձայնագրություն։ Անահիտ երեք, երբ եկան սպառնալիքներով հեռախոսի ձայնագրիչը միացրել է։ Ամեն ինչ ձայնագրված է։ Ես էլի զայմացա։ Ես ոչ մի ձայնագրիչ չեմ միացրել, նույնիսկ չգիտեմ ինչպես, բայց փաստաբանը աննկատ ոտքիս վրա ոտք դրեց։ Լռիր, ասեց։ Ձայնագրիչը վիդեո չէ, նկատեց քննիչը։ Ներեցեք, սխալվեցի։ Աուդիո ձայնագրություն է, բայց այնտեղ հստակ լսվում են սպառնալիքները, եւ ձայնը կարելի է նույնականացնել։ Եկեք լսենք։ Անդրեյը հանեց հեռախոսը։ Իմ հեռախոսը։ Ես ճանաչեցի Բադյանը, երբ նա վերցրեց այն, միացրեց ձայնագրությունը, եւ ես լսեցի երեկվա խոսակցությունը սկզբից մինչև վերջ։ Աշխարհը վտանգավոր տեղ է միայնակ ծերուհիների համար։ Կարող են եւ կողոպտել, եւ հաշմանդամ դարձնել։ Լուսինեի ձայնը հատկապես զզվելի էր հնչում։ Որտեղից է սա, շշնջացի ես։ Ձեր դուստրը տեղադրել է հավելվածը, խոսեց փաստաբանը։ Ձեր անվտանգության համար։ Ավտոմատ միանում է բարձր ձայների դեպքում։ Խելացի աղջիկ, իմ Մարիամը։ Ես թերագնահատել եմ նրան։ Քննիչը լսեց մինչև վերջ, գլխով արեց։ Սա բավարար է սկզբի համար, կաշխատենք։ Իսկ դուք, Անահիտ, միայնակ մի ապրեք տանը եւ հեռախոսը միացված պահեք, ինչ իմանաք ինչ կլինի։ Դատարան ներկայացինք հայց, կտակագիրը վիճարկելու, անվավեր ճանաչելու մասին։ Գցեցինք բոլոր փաստաթղթերը, փոխանակությունները, իսկական կտակագիրը, լիազորագիրը։ Դատավորը նշանակեց նիստ 2 շաբաթ հետո։ 2 շաբաթ ապրեցի Մարիամի մոտ, տարօրինակ ժամանակ։ Մի կողմից լավ է, դուստրը կողքիս է, թորսը վազում է դպրոցից, Փեսան Սերգեյը պարզվեց հոգատար է, անընդհատ ինչ-որ բան է գնում ինձ համար։ Մյուս կողմից ոչ իմ մեսա, օտար է, սովոր եմ իմ տանը, իմ կարգին։ Այդ 2 շաբաթվա ընթացքում շատ բան պատահեց։ Քննիչը արագ աշխատեց, կանչեց Լուսինեին հարցաքննության։ Նա եկավ փաստաբանի հետ, հրաժարվեց պատասխանել։ Բայց մեկ հարցաքննությունը բավարար եղավ, որ նրան հայտարարեն կասկածյալ, եւ հետո գնաց։ Պարզվեց Վահեն միակ զոհը չէր, գտան եւս 2 բիզնեսմենի, ում Լուսինեն նույնպես շանտաժել էր։ Մեկը նույնիսկ ինքնասպան էր եղել 1 տարի առաջ։ Չդիմացավ։ Սխեման ամենուր նույնն էր։ Աշխատանքի անցնում հավաքում է կոմպրոմատ, գայթակղում է, շանտաժում է։ Պրոֆեսիոնալ, ասաց քննիչը։ Նմանները քիչ են, բայց կան։ Սառը հաշվարկ, ոչ մի հույս, պսիխոպաթ, եթե պարզ ասենք։ Իսկ հետո պատահեց անսպասելին։ Դատարանից 3 օր առաջ զանգեցին ինձ, անծանոթ համար։ Անահիտ, սա Գևորգ է, նոտարը։ Հիշում եք ինձ։ Իհարկե հիշեի։ Հենց նա էր ինձ բերել կտակագրի լուրը հոգեհանգստի ժամանակ։ Պետք է շտապ հանդիպենք ձեզ հետ։ Սա վերաբերում է երկրորդ կտակագրին։ Հանդիպեցինք սրճարանում։ Գևորգը վատ տեսք ուներ, նիհարել էր, աչքերը կարմիր։ Պետք է ձեզ ինչ-որ բան պատմեմ, սկսեց առանց նախաբանի։ Լուսինեն շանտաժել է նաև ինձ։ Իմ որդին թմրամոլ է, բուժումը թանկ է։ Նա խոստացավ օգնել քողերով, եթե ես կտակագիրը հետադարձ ամսաթվով կազմեմ։ Հետադարձ ամսաթվով, այո, Վահեն հոկտեմբերին իմ մոտ չի եկել։ Կտակագիրը կազմված է հունվարին, արդեն նրա մահից հետո։ Ես գիտեմ, որ սա հանցագործություն է, բայց որդիս, հասկանում եք։ Հասկանում էի եւ չէի հասկանում։ Ինչպես կարելի է այդպես փողերի համար։ Ինչու հիմա եք պատմում։ Խիչս տանջում է։ Եվ հետո իմացա մյուսների մասին, նրանց մասին, ումից մեկը ինձ ծանոթը կախվել էր։ Չեմ ուզում համախոհ լինել։ Նա կամավոր գրավոր ցուցմունքներ տվեց։ Նույն օրը Լուսինեին ձերբակալեցին։ Դատարանն արագ անցավ։ Նման ապացույցներով երկար պետք չէր քննել։ Լուսինեն նստած էր ձեռնաշղթաներով, գունատ, բայց դեռ գեղեցիկ։ Նայում էր ինձ ատելությամբ։ Երբ ցուցմունքներ էր տալիս, նրա փաստաբանը փորձում էր ինձ ներկայացնել որպես հիստերիկ ծերուհի, ով նախանձից հետապնդում է երիտասարդ կնոջը։ Բայց փաստերը համար բան են, փաստաթղթեր, նոտարի ցուցմունքներ, սպառնալիքների աուդիո ձայնագրություն։ Մեղադրյալ, ունեք ինչ-որ բան ասելու, հարցրեց դատավորը։ Լուսինեն վեր կացավ, նայեց ինձ եւ ժպտաց։ Այո, ունեմ։ Այս կինը գլխով ցույց տվեց իմ կողմը, գողացավ իմ երջանկությունը։ Վահեն սիրում էր ինձ, ուզում էր ընտանիք իմ հետ։ Իսկ նա կպած նրան մեռած ձեռքով, չէր տալիս ամուսնալուծություն, շանտաժում էր։ Նա պատմում էր, թե ինչպես էր սպառնում ինքնասպանությամբ, եթե նա գնա, ինչպես էր մանիպուլյացիա անում դստեր հետ։ Ես պարզապես ուզում էի արդարություն, ուզում էի այն, ինչ ինձ խոստացել էին։ Ինչ է վատ է դրանում։ Սուտ, ամեն ինչ սուտ է սկզբից մինչև վերջ, բայց ինչպես ապացուցել, Վահեն չկա, հարցնել չես կարող։
Իմ մոտ ապացույցներ կան, բղավեց Լուսինեն։ Մեր վիդեոները Վահեի հետ, որտեղ նա խոսում է նրա մասին, ասում է ճշմարտությունը։ Դատավորը խոժորվեց։ Լուսինեի փաստաբանը անհանգստացավ։ Երևի չգիտեր վիդեոյի մասին։ Ներկայացրեք, հրամայեց դատավորը։ Բերին նոտկոկ։ Լուսինեն մոտ քագրեց գաղտնաբառը, բացեց թղթապանակը, սեղմեց ֆայլի վրա, եւ մենք տեսանք։ Վահեն անկողնում։ Ներեցեք մանրամասների համար։ Լուսինեն կողքին, ինտիմ մթնոլորտ։ Հասկանալի է։ Նա ինչ որ բան է հարցնում, նա պատասխանում է։ Բայց ձայնը ավելի բարձր արեք, խնդրեց իմ փաստաբանը։ Եվ ահա բոլորը լսեցին։ Իհարկե սիրում եմ Անահիտին, 35 տարի միասին ենք, նա իմ դստեր մայրն է, բայց դու հասկանում ես, տղամարդուն երբեմն հանգիստ է պետք, դու հանգիստն ես, իսկ նա կյանքը։ Մի խառնիր։ Իսկ եթե ես ավելին ուզենամ, Լուսինեի ձայնը, չես ուզենա։ Դու խելացի աղջիկ ես, բնակարանը չես տեսնի, նույնիսկ մի երազիր։ Առավելագույնը վարձով կվճարեմ, եթե լավ աղջիկ լինես։ Իսկ կտակագիրը, ինչ կտակագիր, ամեն ինչ կթողնեմ, ինչպես համաձայնվել էինք։ Նրա մեղքը չէ, որ ես ձեր հիմար եմ։ Լռություն դահլիճում։ Լուսինեն գունատվեց, փորձեց անջատել վիդեոն, բայց դատարանի պահակը վերցրեց նոթբուքը։ Շարունակեք, չոր ասաց դատավորը։ Հաջորդ վիդեոն եւ հաջորդը, բոլորի վրա նույնն է։ Վահեն հստակ ասում է, որ սիրում է ինձ, չի լքի, բնակարանը իմն է։ Իսկ Լուսինեն հարցաքննում է, հրահրում է, պահանջում է, բավական է։ Դատավորը դադարեցրեց դիտումը։ Դատարանը հեռանում է խորհրդակցության։ Վերադարձան կես ժամ հետո։ Որոշում։ Հոկտեմբերյան կտակագիրը ճանաչել անվավեր, 5 տարվա կտակագիրը վավեր, բնակարանը մնում է ինձ, իսկ Լուսինեն խարտախության, շանտաժի եւ սպառնալիքների համար, 5 տարի ընդհանուր ռեժիմի գաղութ։ Երբ դուրս էին տանում, նա շրջվեց, նայեց ինձ եւ հանկարծ լաց եղավ։ Իրոք ոչ խաղալիք, ես պարզապես ուզում էի նորմալ կյանք, բղավեց, ինչպես բոլորը, բնակարան, ընտանիք, երեխաներ։ Ինչն է վատ դրանում, ոչինչ վատ չէ, բացի մեթոդներից։ Տուն վերադարձա հուղարկավորությունից 1 ամիս հետո։ Մարիամը բերեց, օգնեց իրերը տեսակավորել։ Բնակարանը օտար էր թվում, չափից շատ հիշողություններ, չափից շատ ցավ։ Գուցե վաճառեմ, հարցրեց աղջիկս։ Գնիր ինչ որ փոքր պարզ բան, առանց հիշողությունների։ Ես մտածեցի, երկար մտածեցի եւ որոշեցի։ Ոչ չեմ վաճառի, սա իմ տունն է, ես եմ ստեղծել, կահավորել, սիրել։ Ոչ բնակարանն է մեղավոր այնինչ պատահեց, վերանորոգում չարեցի, թանկ է, բայց որոշ բան փոխեցի։ Վահեի աշխատասենյակը քանդեցի, դարձրի Թորի սենյակ, թող լինի որտեղ մնա երբ հյուր կա։ Խոհանոցի պատերը նորից ներկեցի, եղել է բեժ, դարձավ սալատի գույն, գարնանային ուրախ։ Նոր վարագույներ քաղեցի, դեն նետեցի նրա աթոռը, այն որտեղ սիրում էր երեկոներն անցկացնել։ Վահեի թողած հաշվի փողերը խելամտորեն ծախսեցի, մի մասը վերանորոգման, մի մասը սևորվա համար, իսկ մնացածով գնեցի ուղեգիր սանատորիայում Վանաձորում, 2 շաբաթ։ Գիտեք, ես երբեք մենակ չեմ հանգստացել, միշտ ընտանիքով, Վահեի հետ, Մարիամի հետ, իսկ հիմա միայն ես։ Սկզբում անհարմար էր, ընթրիքին նստում ես մենակ, զբոսանքի ես գնում մենակ, բայց հետո սովորեցի եւ նույնիսկ դուր եկավ։ Ծանոթացա իմ տարիքի կանանց հետ, յուրաքանչյուրն ունի իր պատմությունը։ Մեկը ամուսնուն է թաղել, մյուսը 40 տարվա ամուսնությունից հետո ամուսնալուծվել է, երրորդը երեխաները լքել են։ Երեկոներ նստում էինք թեյ խմում, խոսում։ Եվ հասկացա, ես մենակ չեմ, շատ ենք մենք, 50-ից բարձր կանայք, որոնք մնացել են մենակ, եւ ոչինչ, ապրում ենք։ Վանաձորում պատահեց զվարճալի բան, գնացի Պարի, այնտեղ տարեցների համար են կազմակերպում, մտածեցի կնստեմ, կնայեմ, իսկ ահա մոտենում է մի տղամարդ, հրավիրում է, իմ հասակակիցը, մոխրագույն մազերով, բայց կարգին, պարեցինք, նա նորիկն էր, այրի Գյումրից, գուցե սուրճ խմենք, առաջարկեց Պարից հետո, վախեցա, մտածի, որ ես հեշտ հասանելի եմ, բայց հետո զայրացա իմ վրա, ինչ հեշտ հասանելի, գնացեք դժոխք, ես 60 տարեկան եմ, խմեցինք սուրճ, խոսեցինք, նորմալ տղամարդ էր, թոշակի անցած ինժեներ, թորներ ունի այգի, կնոջը 3 տարի առաջ է թաղել, քաղցկեղից, հեռախոսահամարը խնդրեց, ես տվեցի, ինչու ոչ, տուն վերադարձա այլ մարդ, չեմ ասի, որ երիտասարդացա, հիմարություն է դա, բայց ինչ որ կերպ թեթևացավ, կարծես բեռը ուսերից ընկավ, 35 տարի ապրել եմ ընտանիքի համար, ամուսնու համար, դստեր համար, իսկ հիմա ինչ, կարելի է ինքս ինձ համար ապրել։ Նորիկը զանգեց 1 շաբաթ հետո, խոսեցինք, 1 ամիս հետո եկավ հյուր, ես կարկանդակ թխեցի, վաղուց չէի թխել, սովորությունս կորցրել էի, քաղաքով շրջեցի, տեսարժան վայրերը ցույց տվեցի, երեկոյան թատրոն գնացինք, Անահիտ, ասաց ընթրիքի ժամանակ, ես այլևս երիտասարդ չեմ, խաղեր չեմ խաղա, շատ ես դուր գալիս ինձ, գուցե փորձենք ավելի մոտ ընկերանալ։ Ես ծիծաղեցի, ազնվորեն ասաց, ծիծաղեցի, ավելի մոտ ընկերանալ, ինչպես 8-րդ դասարանում, փորձենք, համաձայնվեցի ես։ Մարիամը երբ իմացավ, սկզբում լարվեց, ինչ մարդ է, ով է նա, գուցե Ալֆոնս է, ես հանգստացրի նրան։
Ինչ Ալֆոնս, իմ մոտ բնակարանից բացի ոչինչ չկա, եւ բնակարանը նույնպես ոչ թե պալատ է։ Ծանոթացանք, Մարիամին դուր եկավ նորիկը, Թորսը ընդհանրապես հիացած է, WhatsApp-ով շախմատ է սովորեցնում նրան։ Իսկ Վահեի բիզնեսը վաճառվեց, ավելի ճիշտ գործընկերները գնեցին իմ բաժինը, քիչ տվեցին։ Բիզնեսը ամբողջը վարկերով էր, բայց ինձ բաղականացրեց, ես պահանջկոտ չեմ։ Անցավ 1 տարի, ես նստած եմ խոհանոցում, նույն տեղում, պատուհանի մոտ, թեյ եմ խմում, պատուհանից դուրս գարնուն է, ապրիլ, նույն սալատի գույնի պատերը արտացոլում են արևի լույսը։ Եվ թվում է, թե ամբողջ խոհանոցը փայլում է։ Շատ բան փոխվեց։ Լուսինեն գաղութից մի անգամ գրեց, ներողություն խնդրեց։ Ես չպատասխանեցի։ Ոչ զայրույթից, պարզապես ասելու բան չկար։ Ներում եմ հավանաբար։ Զայրանալուց հոգնել եմ, բայց շփվել չեմ ուզում։ Գևորգը նոտարը զրկվեց լիցենզիայից, բայց դատարանը հաշվի առավ նրա կամավոր խոստովանությունը եւ պայմանական ժամկետ տվեց։ Որդուն ասում են բուժել է։ Գուցե գոնե ինչ-որ մեկին օգուտ տվեց այս ամբողջ պատմությունից։ Իսկ ես սովորեցի մենակ ապրել։ Պարզվեց այդքան էլ սարսափելի չէ, ինչպես մտածում էի։ Երբ ուզում եմ, կանգնում եմ, ուտում եմ, ինչ ուզում եմ։ Մինչև կեսգիշեր սերիալներ եմ դիտում։ Վահեն չէր կարողանում տանել իմ սերիալները։ Թատրոն եմ գնում, սանատորիայից ընկերուհիների հետ։ WhatsApp-ում խումբ ենք ստեղծել։ Զանգերով խոսում ենք Նորիկի հետ, հանդիպում ենք։ Ոչ, միասին չենք ապրում։ Դեռ վաղ է։ Գուցե երբեք էլ չլինի։ Բայց լավ է, որ նա կա։ Ամեն երեկո զանգում է, ամիսը 1 անգամ գալիս է։ Ամռանը միասին Սևան կգնանք։ Ինչպես պատանիներ, ազնվորեն ասած։ 3 հին լուսանկարներ էի տեսակավորում։ Գտա մեր Վահեի հետ հարսանեկանը։ Երիտասարդ, գեղեցիկ, երջանիկ։ Նա նայում է ինձ հիացմունքով։ Ես ծիծաղում եմ։ Հունիսի 5-ը 88 թիվ։ Լուսանկարը դեն չնետեցի։ Դրի ալբոմը։ Սա էլ կյանքի մի մասն է։ Լավ տարիներ եղել են, վատեր եղել են, դավաճանություն եղել է, պաշտպանելու փորձ եղել է։ Եղել է մարդ, ում սիրել եմ, ով սիրել է ինձ իր ձևով, ինչպես կարողացել է։ Ներել եմ նրան։ Չգիտեմ, հավանաբար այո։ Մերյալներին չեն դատում։ Եվ ինչ իմաստ ունի զայրանալ։ Նա արել է, ինչ կարողացել է։ Թույլ էր, ինքը գրել է, բայց վերջին պահին փորձել է պաշտպանել։ Անհաջող, հին Մոսկվիչի սեյֆի միջոցով, բայց փորձել է։ Իսկ բնակարանը, գիտեք, հիմա այլ կերպ եմ նայում դրան։ Ոչ որպես վանդակ, որտեղ 35 տարի անցկացրի, այլ որպես տուն։ Իմ տունը, որը ես պաշտպանեցի, որը մնաց ինձ հետ։ Եվ էլի մեկ բան հասկացա։ Այս բոլոր տարիներին վախենում էի մենակ մնալուց։ Մտածում էի կկործանվեմ։ Իսկ պարզվեց մենակությունը դա երբեք ոչ ոքի կողքին չլինելը չէ։ Դա երբ դու ինքդ քեզ օտար ես, երբ ապրում ես օտար կյանքով, օտար կանոններով։ Հիմա ես մենակ եմ, բայց մենակ չեմ, որովհետև վերջապես ապրում եմ իմ կյանքը։ Թեյ եմ խմում իմ սիրելի բաժակով, իմ բնակարանում, իմ հաճույքով։ Եվ գիտեց ինչ, սա այդքան էլ վատ չէ 61 տարեկանում։ Վերջերս խանութում հանդիպացի ծանոթի, վաղուց չէինք տեսել, խոսեցինք։ Լսել եմ քո պատմության մասին, ասում է։ Վայ, ինչ սարսափ, ինչպես ես դիմացել։ Ես մտածեցի եւ պատասխանեցի։ Գիտես, գուցե սա լավագույնն է, ինչ ինձ հետ պատահել է։ Նա աչքերը չորացրեց, մտածում է ծերուհին խելագարվել է։ Իսկ ես լուրջ եմ ասում։ Եթե չլիներ այս պատմությունը, այդպես կապրեի, կհանդուրժեի, կլռեի, կձևացնեի, որ ամեն ինչ լավ է, բայց այսպես ստիպված եղա գործել, պայքարել եւ հաղթել։ Իհարկե ես կնախընտրեի այլ սցենար, որ Վահեն ողջ մնար, որ միասին ծերանայինք, ինչպես երիտասարդության տարիներին երազում էինք, թորներին խնում էինք, ամառանոցում այգի պահեինք, բայց կյանքը հեքիաթ չէ։ Դրանում դավաճանությունը ավելի հաճախ է պատահում, քան կուզենայինք։ Կարևորն այլ է։ Կարևոր է չկոտրվել, ձեռքերը չիջեցնել, թույլ չտալ, որ հանգամանքները ոտնատակ անեն քեզ։ Իմ մայրը ասում էր. «Անահիտ, հիշիր, քանի դեռ ողջ ես, ամեն ինչ կարելի է ուղղել»։ Ես այն ժամանակ չէի հասկանում։ Երիտասարդ էի, հիմար։ Մտածում էի մահից սարսափելի բան չկա։ Իսկ պարզվեց կա։ Սարսափելին է ապրել ոչ քո կյանքը, մեռնել ողջ։ Հաճախ հարցնում են, չեմ զղջում, որ 35 տարի ծախսել եմ մարդու վրա, ով վերջում դավաճանեց։ Չեմ զղջում, որովհետև լավ պահել էլ եղել են։ Դստեր ծնունդը, առաջին քայլերը, ավարտականը, հարսանիքը, սովորական ընտանեկան ուրախությունները։ Սա էլ եղել է, սա ոչ ոք չի խլի։ Եվ հետո, այդ տարիների շնորհիվ ես դարձա այն, ինչ եմ։ Սովորեցի համբերություն։ Այն օգնեց դիմանալ պայքարում։ Սովորեցի լռել։ Դա փրկեց ինձ անմտածված արարքներից։ Սովորեցի դիտարկել։ Դա օգնեց գտնել սեյֆը։ Իսկ գլխավորը հասկացա ազատության գինը։ Երբ 20 տարեկան ես, ազատությունը թվում է բնական, ինչպես օդը։ Իսկ երբ 60-ում ես եւ վերջապես ազատ ես, սա երջանկություն է։ Իրական, տառապանքով ձեռք բերված երջանկություն։ Ինչ կասեի կանանց, ովքեր հիմա նման իրավիճակում են,
ովքեր հանդուրժում են, լռում, վախենում։ Մի վախեցեք։ Լուրջ եմ ասում, մի վախեցեք։ Այո, սարսափելի է մենակ մնալը։ Այո, անհասկանալի է ինչպես ապրել հետո։ Այո, կդատեն։ Չպահպանեցիր ընտանիքը, չպահեցիր ամուսնուն։ Թքիր։ Դուք իրավունք ունեք կյանքի, երջանկության, հարգանքի, ցանկացած տարիքում։ Եվ էլի, մի սպասեք սպիտակ ձիով արքայազնի։ Մեր տարիքում արքայազները թոշակի անցած են։ Փրկեք ինքներդ ձեզ։ Փնտրեք փաստաթղթեր հին մոսկվիչներում։ Ձայնագրեք խոսակցությունները ձայնագրիչով։ Գնացեք փաստաբանի մոտ։ Պայքարեք։ Իսկ եթե պարտվեք, ինչ էլ որ լինի, գոնե փորձեցիք։ Սա ավելի լավ է, քան ամբողջ կյանքը զղջալ, որ չհամարձակվեցինք։ Իմ պատմությունը լավ ավարտվեց։ Ես պաշտպանեցի իմ տունը, գտա նոր ընկերներ։ Գուցե գտա նոր սեր։ Ժամանակը ցույց կտա։ Գլխավորը գտա ինքս ինձ։ 60 տարեկանում կյանքը չի ավարտվում։ Նա պարզապես դառնում է այլ։ Եվ գիտեք ինչ։ Այդ այլ կյանքը կարող է պարզվել ավելի լավ, քան նախորդը։ Ավելի ազնիվ, ավելի ազատ, ավելի իսկական։ Ահա եւ ամբողջ պատմությունը։ Պատմություն այն մասին, թե ինչպես դավաճանությունը դարձավ ազատություն, ինչպես բնակարանի համար պայքարը դարձավ ինքդ քեզ համար պայքար, ինչպես 60 տարեկանում կարելի է սկսել նորից։ Շնորհակալ եմ, որ լսեցիք։ Հոգտարեք ձեր մասին եւ հիշեք, երբեք ուշ չէ ապրել ինքդ քեզ համար։ Երբեք։ Իսկ դուք կկարողանայիք գտնել ուժերը պայքարելու, թե ավելի հեշտ կլիներ հանդուրժել։ Գրեք մեկնաբանություններում։ Իրոք հետաքրքիր է ինձ համար։ Եվ էլի, եթե այս պատմությունը օգնեց ձեզ, կիսվեք դրանով։ Գուցե որտեղ որևէ կին նստած է եւ վախենում է անել առաջին քայլը։ Գուցե ձեր վերահրապարակումը ուժ կտա նրան։ Բաժանորդագրվեք ալիքին։ Այստեղ կանանց պատմություններ են, ովքեր ցեն հանձնվել, ովքեր դիմացել են, ովքեր հաղթել են, որովհետև մենք ավելի ուժեղ ենք, քան թվում ենք, ցանկացած տարիքում։